Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Կոտայքի մարզում Գառնի համայնքի Գառնի բնակավայրի Մարտիրոսյան, Շիրակացի, Չարենց, Գրիբայեդով, Բաղրամյան փողոցների և Գերեզմանատուն տանող ճանապարհի ասֆալտապատում, որը ավարտված է, խոսքը 2,5 կիլոմետր ճանապարհի մասին է։ Գառնի համայնքի Գառնի, Գողթ, Գեղադիր և Հացավան բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատում, որը ավարտված է, խոսքը 3,5 կիլոմետր ճանապարհների մասին է։ Նայերի համայնքի Եղվարդ բնակավայրի ջրահեռացման համակարգի կառուցում, կատարված է աշխատանքների 85%-ը, կառուցվել է 1,6 կիլոմետր ջրատար խողովակաշար, շահառուները 500 տնային տնտեսություն։ Սյունիքի մարզում Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում, ավարտված են աշխատանքները և այս ծրագրով խոսքը 1,5 կիլոմետր ճանապարհի մասին է։ Կապան բնակավայրի համայնքապետարանի մասնաշենքի ուժեղացում, վերակառուցում և նոր մասնաշենքի կառուցում, կատարված է աշխատանքների 95%-ը, բարեկարգվել է 3574 քառակուսի մետր մակերեսով տարածք։ Կապան բնակավայրի թիվ 2 մանկապարտեզի շենքի հիմնանորոգում և տարածքի բարեկարգում, աշխատանքները ավարտված են, մանկապարտեզը նախատեսված է 140 սանի համար։ Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրի Բակունցի 5, Բակունցի 9, Խանջան 12, Լեռնագործներ 19 բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում էներգախնայող միջոցառումների կիրառմամբ, կատարված է աշխատանքների 90%-ը, նորոգվել են 4 բազմաբնակարան շենքերի 4924 քառակուսի մետր մակերեսով տանիքները, շահառուները 136 տնային տնտեսություն և Վայոց ձորի Արենի համայնքի Ելփին բնակավայրում մանկապարտեզի շենքի կառուցում, որը ավարտված է և նախատեսված է 60 սանի համար։ Հարգելի գործընկերներ, չզեկուցվող հարցով մենք նաև ընդունեցինք շինարարության, նորոգման և նախագծման հետ կապված աշխատանքներ, ուզում եմ նաև այդ ցանկը ներկայացնել, թե ինչ տրանսպորտային օբյեկտների մասին է։ Առաջինը ավտոճանապարհների հիմնանորոգում, վերակառուցում, կառուցում։ Վերին Պտղնու Կոտայքի մարզի հանգույցից Բալահովիդ և Աբովյան տանող ավտոճանապարհի 5,2 կիլոմետր հատվածի հիմնանորոգում, ավարտը նախատեսված է 2026 թվականին, հիմա փաստացի մեկնարկել են։ Գեղարքունիքի մարզից Այգուտից Աղբերք տանող ավտոճանապարհի սողանքային տեղամասերում անցանելիության ապահովման միջոցառումների իրականացում, կրկին այս տարի մեկնարկել են, ավարտը նախատեսված է հաջորդ տարի։ Հաջորդը Արագածոտնի մարզում Մուղնի և Օհանավան գյուղեր տանող ավտոճանապարհի 5,3 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, ավարտը նախատեսված է 2026 թվականին։ Այս ուրիշ ճանապարհի մասին է, Տիկին Ղալեչյան, թե հիմնական մայրուղու մասին է խոսքը, որովհետև հիմնական մայրուղին ոնց որ թե հիմնականում արված է, այնտեղ կարող է կահավորման աշխատանքներ։ Հիմնական ճանապարհի այս հատվածում բաց ունեինք, այսինքն չարված մաս ունեինք, հենց այդ ճանապարհն ենք հիմնանորոգում, պարոն վարչապետ։ Շատ լավ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի բնակավայրի Երևանյան և Միասնիկյան փողոցների ասֆալտապատում, կրկին ավարտը նախատեսված է 2026 թվականին, արդեն նախապատրաստական աշխատանքները սկսվել են։ Կոտայքի մարզում Քանաքեռավանից մինչև Կորեայի ձոր տանող ճանապարհի 1 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, այս տարի է նախատեսում ավարտվել։ Վայոց ձորի մարզի Զառիթափ, Գոմք և Կապույտ բնակավայրերը միմյանց հետ միացնող ավտոճանապարհի 8 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, ավարտը կրկին նախատեսված է 2026 թվականին և աշխատանքները փաստացի մեկնարկել են։ Սյունիքի մարզի Վաղատին տանող ավտոճանապարհի 1,5 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, կրկին նախատեսված է 2025 թվականին։ Հարգելի գործընկերներ, սա գուցե մյուսների մեջ էլ կար, բայց ես այս մեկը անձամբ տենց գիտեմ, սա այն ճանապարհն է, որը կառուցվում է դպրոցի համատեքստում, այսինքն քանի որ
Վաղատինի դպրոցը բացվել է, մենք գնացել ենք, բացումը արել ենք եւ այդտեղ նախատեսվում է որ կրթահամալիր պետք է ունենանք եւ հիմա նաեւ ճանապարհը գյուղ տանող ճանապարհը հիմնանորոգվում է, դրանից առաջ հիմնանորոգվել էր գյուղի մերձակա ճանապարհը նորավան լծեն հատվածն է եւ շատ գեղեցիկ բնաշխարհով է անցնում եւ որոտնավանքն է նաեւ այդ ճանապարհի վրա գտնվում, բայց այս ճանապարհը կոնկրետ հիմա դեպի դպրոց տանող ճանապարհի վերջին հատվածն է, որը հաջորդ տարի կավարտենք։ Որոտան խոտ ավտոճանապարհի վերակառուցում, որը նախատեսված է 2025 թվականին։ Այս ճանապարհն էլ շատ բարդ մի ճանապարհ է, որի վրա մենք արդեն 5 տարի չարչարվում ենք, որովհետև այնտեղ որոշակի սողանքային երևույթներ կային, անդադ ջրեր էին արտահոսում եւ այլն եւ այդպես շարունակ եւ Որոտան գյուղը հիմա ըստ էության նորմալ ճանապարհ ունի։ Ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականի իրադարձություններից հետո Որոտան գյուղը որոշակի լոգիստիկ խնդիրների առաջ էր կանգնել եւ հիմա ըստ էության այս հարցը լուծվում է եւ ասֆալտապատումը սկսել ենք Տիկին Վալեչյան, թե դեռ չի։ Պարոն վարչապետ, ավարտել ենք ասֆալտապատումը, ըստ էության մենք որտեվ ես որ գնացել էի դեռ գրունտային վիճակ էր։ Ավարտել ենք արդեն կահավորման աշխատանքների վերջի փուլին ենք հասել, ըստ էության այս հատկացումով եւ շինական աշխատանքների վերջնական աշխատանքներ կատարելով ավարտում ենք օբյեկտը եւ կներկայացնենք շահագործման արդեն։ Շատ լավ։ Տիկին Ավանեսյան, կառավարության ես հիվանդ ես ոնց եք աշխատում, սեն չի լինի։ Պարոն վարչապետ, մենք պատվաստման հետ կապված առաջարկում ենք հենց վաղը կազմակերպել, որ չունենանք։ Բայց ուշ չի արդեն։ Չէ, ուշ չի դեռ։ Շատ լավ։ Ովքեր բուժման կարիք կա կբուժենք, ովքեր առողջ են կպատվաստենք։ Շատ լավ։ Բան չենք վաղվակցում։ Այսօր հազիվ հավաքվել եք, չենք կարող կազմակերպենք։ Կարող ենք, հենց այսօր ճիշտ եք ասում։